Միտեղ բարի լույս, միտեղ բարի երեկո, սիրելի ժողովուրդ, այսօր մայիսի 17-ն է եւ խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն այս զանագությունը վերաբերվում է Արուշ Արուշանյանին եւ իր նմաններին։ Նախ, միջև Արուշ Արուշանյանին անցնելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն Արուշ ապերներին, այն օրենքով գողերին, որոնք որ որոշում են կայացրել բացարձակապես չմիջամտել այս ընտրություններին, առավել ևս ոչ մի կերպ ձայն չտալ այս իշխանությանը։ Խորը հարգանքի են արժանի այդ մարդիկ, որոնք լինելով, այսպես ասած, անուշ ապերներ կամ քրեական ենթամշակույթ կրող տարեր, անձինք, բայց այդ մարդիկ գնահատում են Հայաստանի Հանրապետությունը եւ հասկանում են ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն, ինչ է նշանակում պետականություն, ինչ է նշանակում կոտրված հայ մարդ, որովհետև այդ նույն մարդիկ վաղը մյուսօր, այսպես ասած, հանդիպելու են իրենց ճակերտավոր գործընկերների հետ Ադրբեջանից եւ իրենց մոտ գլուխները պիտի նստեն կախած։ Ադրբեջանցի թաղային հեղինակությունները կամ քրեական ենթամշակույթ կրող անձինք իրենց նայելու են, այսինքն նայելու են այդ մարդկանց վերևից, դուք պարտված անձքի ներկայացուցիչներ եք, մենք ձեր ղեկավարին ինչ ձև ուզել ենք, այն ձև կզծրել ենք։ Այսինքն այդ մարդիկ հասկանում են ինչ է նշանակում պարտված ղեկավարություն։ Ես նման մարդկանց ուզում եմ ասեմ շնորհակալություն անկախ նրանից, որ աշխարհից են, որ բնակավարից են, առևտրական են, հանցագործ տարեր են, մշակութային գործիչ են, թե չգիտեմ զինվորական են։ Դա մեկ, այդ մարդկանց հատուկ շնորհակալություն։ Երկրորդը, իմ ոստիկան հալով, նախկին ոստիկան հալով, ասում եմ շնորհակալություն, ըմբռնումով մոտենալով Հայաստանի պետականությանը։ Հիմա Արուշ Արուշանյան, այտա, դու Գորիսի մեջ ֆրֆռում ես որպես լավ տղա։ Հելա Նիկոլետ ընդդիմություն խաղացիր, տարանք Սինբերտ, հետո ինչ ստորագրիր, ինչ արիր, հելաս, հիմա սկսել ես Նիկոլի բարեմաղությունները լպստել հերիք չի, միատել ասում ես Գորիսը իմ վրա, որ Գորիսը քեզ ձեն է տալու։ Արուշ, ես ուզում եմ հասկանամ, տղա ջան, քեզ մարդ ծննդաբեր է, թե կենդանի։ Լավ, դու, ես հասկացա դու էլ բանակ չես ծառայել, ոյտեն բանակ ծառայած մարդը, այդպես բոզի տղա արտահայտություն չեր անի, պետական դավաճանին չես սատարի, ես կան զինվոր զոհավ, 150,000 մարդ առա փախստական, շունիկը դրած կտրտալով տալը հլա ասում սաղ չեն քել տվել, միջանցք էին ուզում բացեին, քարվանցարա, շնորհակալություն պարսական փղերին, որ ասեցին կուպեք մեր եղածը, թե միջանցքը կբացեք, այդ ինչն ես վերցնում քո վրա Արուշ, հա, քո հերը բիզնեսներ ունի, չէ, ինչ-որ շինանյութ, մինյանյութ եւ այլն, ապրանքներ ա ներկրում, Ռուսաստանից ա ներկրում, որտեղից ա ներկրում, բայց ինչքան գիտեմ Ռուսաստանում էլ կապիտալն է եւ այլն, ուրեմն հիմա այդ իջացնում եմ հատուկ հրահանգ, բոլոր այն մարդկանց, որոնք որ ապրում են Ռուսաստանում եւ սատարում են ինձ։ Հանեք Արուշ Արուշանյանի հոր բիզնեսները, որտեղից ա բերում, ո՞ց ա բերում, եթե գալիս է Ռուսաստանի տարածքով, եթե ունեն կապիտալ Ռուսաստանում, տեղյակ պահել Ռուսաստանի իշխանություններին, եւ ոչ միայն Արուշ Արուշանյանի մասով, այլ բոլոր, ես նույնը կասեմ նաեւ ռուսերենով, բոլոր այն բիզնեսմենները, որոնք որ իրենց քիթը խոթում են նախընտրական փուլի մեջ, եւ սատարում են այս իշխանությանը, Ռուսաստանը, Բելարուսը եւ բոլոր այն երկրները, որոնք որ սրանց չեն սատարում, պիտի փակեն ձեր կիսնառոդը Ռուսաստանի դաշնությունում։ Պիտի փակեն։ Գնացեք թուրքերի հետ առևտուր արեք, եթե կարողանաք մրցել, կամ եթե կհասնի Բայթորվան։ Ինչն է վերցնում քո վրա Արուշ Գորիսը։ Ես հələ որ շատ զուսպ եմ իմ արտահայտությունների մեջ, չեմ ուզում քո ֆորոպերանը մեկանեմ, բայց եթե հանկարծ իմ ականջին հասել է, որ դու քո քիթը խոթել ես ընտրությունների մեջ, ես սկսել ես քաղաքացիներին ուղղորդել, որ քապային ձեն տա, Աստված էլ բետային ազատ է, թե ինչ կանեմ քո հետ տեղից ատեղ, ընկեր Արուշ։ Հասկանում ես ումից տղա ջան։ Ես հասկանում եմ, որ դու
թրքահպատակ ես դարել։ Ես հասկանում եմ, որ այդ $300,000 համարները, որ հանը ճպսել ես ավտոյիդ բնվրեն, քո համար ամեն ինչ է, բայց որ հիմա բերին ասել մի հատ երեխու կյանք պիտի փրկես $300,000 դու չես տա, բայց $300,000 հավաններից վրեն։ Մաղ ինչ կարգի վիշվասկ պիտի լինի, ինչ կարգի բոլվի տղա պիտի լինի, որ հրվի հրապարակայնային ասի գոյիսը իմ վրա, դու գոյիսիների փոխարեն ես խոսում տղա ջան, ոնց կարա սաղ գոյիսը ըլնի քո վրա, ով ես դու, ինչացու ես դու, ինչ ես քեզանից ներկայացնում, հա? Հա կարող է քո այդ թայֆի մեջ եղածներով, քո խաթեր գնան զենտան, թրքահպատակներին, վաղը միսո թուրքերը գան լցվեն գոյից, քո կողի ֆսրացողների, ընտանիքի անդամների որին ճտսնեն թուրքերը, մամայի լիպչիկը քաշեն խփեն մեջքին ճտ, մաքավոր տրուսիկը քաշեն խփեն որին ճտ, իզուք չեք անալու խոսակ, որովհետև Հայաստանի ոստիկանությունը լինելու է թուրքերի կողը։ Ու դուք ասել եք, ինչ արեցինք մենք։ Թուրքերը ադրբեջանցիները, որոնք որ մտադրված են վերադառնալու Գորիս, Սիսիան, Խափան, ձեզ այդտեղ են բանից են անելու, դուք չեք կարողանալու հակաճառեք դրանց, հասկանում եք թե չէ, ես ինչ ես անում դու տղա ջան, գնա, չգիտեմ, հողք է մեռի, ես ինչ ես խոստանում, ում ես խոստանում, լավ որ չես պատկերացնում, բա որ սա չվերարտադրվեց, և սա չի վերարտադրվելու, ես չգիտեմ, ով է լինելու, հաջորդ իշխանությունը, սենց ասեն, քո ողը բերանը մեկ անելու, քո այդ բիզնեսները, ինչ ունես չունես, մցնելու է ողի ծակը, ես քեզ խոստանում եմ, իսկ որ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու, ես դա էլ եմ քեզ խոստանում, հա պարլամենտ կմտնի, ասում եմ, պարլամենտ մտնելու է, բայց կառավարություն չի ձևավորելու, քիշի սա մեկը միշտ, ես հենա քո հետ խոսում եմ շատ կուլտուրական, բայց խտրում եմ տարածել, և սրանից հետո, եթե հանկարծ ևս մեկ անգամ իմ ականջին ասա, որ դու փորձել ես մարդկանց ուղղորդել այս կողմ կամ այն կողմ, Աստված էլ բեթարեն ազատի, հերդ քեզ չի փրկի տղա ջան, ու ես ուզում եմ, որ քո հերն էլ լսի սա, 100%-ով լսելու է, այսքանը